Պատգամի վերնագիրը այսպես են գրել. Աստված լսում է և պատասխանում։ Աստված լսում է և պատասխանում է։ Այո, մեր Տերը լսող Աստվածն է և մեր Տերը հասնող և պատասխանող այն հարցերին, որը աղաղակը լսում է իր ականջին։ Գործքի 7:34-ում կարդանք. տեսնելով տեսա իմ ժողովրդի չարչարանքները, որ Եգիպտոսումն է, և լսեցի նրանց հառաչանքը, և իջա, որ նրանց փրկեմ։ Եվ հիմա է քեզ ուղարկեմ Եգիպտոս։ Այո, և որ Աստված ուզում է պատասխանել իր ժողովրդին, նա երկնքից իջնում է երկրի վրա, մեզ հանդիպելով, ինչ է ասում, ասում է եկ քեզ ուղարկեմ։ Աստված երկնքից լսում է մեր աղաղակները, մեր տանջանքները, այո, բայց նա ուզում է մեր միջոցով փրկել այն Եգիպտոսի մեջի մարդկանց, որը մի ժամանակ մենք էինք Եգիպտոսում։ Այո, մենք պատրաստ ենք, թե ոչ։ Մենք պատրաստ ենք, թե ոչ, որովհետև Աստված ուզում է, որ մենք այդ պատվերը կատարենք։ Գործքի 10:40-43 խոսքը, նա մեզ պատվիրեց քարոզել ժողովրդին ու վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը մեռածների ու կենդանիների։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան։ Սա է վկայությունը Եգիպտոսի ժողովրդի համար։ Սա է վկայությունը, ճշմարիտ վկայությունը, երբ որ մարդկանց մենք խոսք ենք վկայում, մենք պիտի վկայենք Աստծո խոսքը։ Մենք պիտի վկայենք Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը, ամեն։ Աստծո գլխավոր նպատակներից մեկն է փրկությունը։ Եվ Աստված իրականում մեր կարիքը շատ ունի, որ համաձայնվենք և հնազանդվենք իր գործի մեջ։ Խոսիր նրան Հիսուսի ճշմարտության մասին, պատմիր մարդկանց Հիսուսի մասին։ Ժամանակներ կգան և միգուցե նման ժամանակներ են եղել մեր կյանքում, որ մենք պատմում ենք ինչ-որ բաներ մեր կյանքից։ Մարդկանց պատմում ենք հոգևոր ինչ-որ կյանքից, ինչ-որ դրվագներից, եկեղեցական ինչ-որ ընթացքի մասին, բայց մենք չենք պատմում Քրիստոսի մասին։ Մենք պիտի պատմենք ճշմարտության մասին, մենք պիտի պատմենք Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև Հիսուս Քրիստոսի անվան մեջ կա սորություն, որովհետև փոխողը ոչ թե իմ կյանքն է, փոխողը ոչ թե իմ իրավիճակներն է, որ ես պատմում եմ, այլ նրա անունի մեջ է, Հիսուս Քրիստոսն է փոխողը։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք նրա անունը պատմենք, նրա անունի մասին պատմենք ժողովրդին, որ ժողովուրդը չփրկված մարդիկ լսեն Հիսուս Քրիստոսի մասին։ Մենք նայում ենք Աստվածաշնչի պատմության մեջ շատ մարդիկ Հիսուսի մասին լսելով դարձ եկան։ Ամեն։ Հիսուսի անվան մեջ
կա հզոր զենք։ Մենք պիտի ծառայենք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Մենք պիտի խոսենք Հիսուս Քրիստոսի անունով, մենք պիտի գնանք Հիսուս Քրիստոսի անունով, որովհետև նրա անունի մեջ կա զորություն, նրա անունի մեջ կա հաղթություն։ Շատ հնարավոր է մենք գնանք ինչ-որ մարդկանց ծառայելու, ինչ-որ մեկերին ավետարան քարոզելու, բայց մենք չգնանք Աստծո անունով, Հիսուս Քրիստոսի իշխանությունով և անարդյունք կլինի։ Բայց երբ որ մենք գնում ենք Հիսուս Քրիստոսով և խոսում ենք նրա մասին, նա է գործողը, նրա անունն է մեծ և նրա անվան մեջ է այդ հզոր հաղթությունը։ Ամեն։ Երբ որ Մովսեսը գնաց Եգիպտոս, Մովսեսն ու Ահարոնը նրանք գնացին Եհովայի խոսքով։ Այո, նրանք գնացին Տեր Եհովայի խոսքով, ինչպես որ Աստված էր, ինչպես որ գրված էր, որ Աստված մեզ ուղարկել է փարավոն, որպեսզի դու ազատես իր ժողովրդին, որ իր ժողովուրդը դառնան եւ պաշտեն Տեր Աստծուն։ Մովսեսը խոսեց Աստծո անունից։ Ոչ թե Մովսեսը գնաց եւ ասեց ես դարձի եմ եկել արդեն, ես ուսում եմ որ այդ ժողովուրդն է դարձի գան։ Ոչ, սա մի պահանջ էր, սա մի պատգամ էր, սա մի ուղիղ խոսք էր փարավոնին, աշխարհին, այն մարդկանց համար, որպեսզի խլի այդ մարդկանց փարավոնի ձեռքից։ Աշխարհում Եգիպտոսում լիքը մարդիկ կան, հասկանալի է, մեր շրջապատում լիքը մարդիկ կան, որ նրանք մեր կարիքը ունեն գնալու Հիսուս Քրիստոս տանելու, գնալու խոսելու, որպեսզի նրանք դարձի գան և Տեր Աստծուն պաշտեն։ Այո, շատ հրաշալի է, ես այստեղ եմ եկեղեցում փրկված, ապահով, հավիտենական կյանք ունեմ Տիրոջ շնորհքով և Տերը մաքրել է, սրբել է ինձ։ Շատ հրաշալի է, բոլորիս համար է շատ հրաշալի, բայց Տերը մեզ է ուզում, մեր միջոցով է ուզում գործել։ Մենք պիտի տրամադրվենք ավետարանը քարոզելու աշխարհին, այո։ Միգուցե դու գնացել ես առանց գավազանի, միգուցե դու գնացել ես հասել ես մի տեղ, բայց մոռացել ես, որ Աստված քեզ իշխանություն է տվել, որ դու իշխանությունով խոսես մարդկանց, մոռացել ես, որ գավազան է տվել Աստված քեզ և առանց գավազանի գնացել ենք և հասել ենք տեղ և ոչ մի բան տեղի չի ունենում, ինչի համար, որովհետև գավազանը իմ մոտ չի, իշխանությունը իմ մեջը չի։ Մենակ ես մի բան գիտեմ, ես պիտի գնամ և խոսեմ, ոչ, Տիրոջ տված իշխանությունը քո մեջ պիտի արթուն լինի, քո մեջ պիտի շարժի մի բան, քո մեջ այնց այդ իշխանությունը մեր հոգին, մեր սիրտը ինչ է անում, տանում է այնտեղ, որտեղ որ պետք է։ Մենք Հիսուսին ավելի ճանաչելու կարիք ունենք, այո։ Պետրոսը ճանաչողությունը Տիրոջ վրա ավելացել էր։ Հովհաննես 21:17-ում վերևից չկարդանք, վերջի խոսքը կարդանք, որ ասում է Պետրոս սիրում ես ինձ։ Երրորդ անգամ ասեց նրան. Սիմոն Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեցավ, ասեց լավ էլի Տեր, այնքան ասիր, հա ասիմ, հա էլի, սիրում եմ։ Որովհետև երրորդ անգամ նրան ասեց, թե սիրում ես ինձ, և նա ասեց, Տեր, դու ամեն բան գիտես, դու գիտես,
որ ես սիրում եմ քեզ։ Հիսուսը նրան ասեց. արածեցու իմ ոչխարները։ Հիսուսը մեզ բոլորիս գիտի։ Ինչպիսին ենք մենք։ Բայց Հիսուսը մեր սերը ընդունում է։ Ինչ չափի սեր, որ դու ունես նրա վրա, Հիսուսը վերցնում է քո սերը ընդունում է։ Նա չի նայում քո կարողությունը, նա չի նայում քո ուժեղ լինելն ու թույլ լինելը, որովհետև Պետրոսն ասեց. Տեր, դու ամեն բան գիտես։ Խնդրում եմ։ Մենք Տիրոջ առաջ ենք և Տերը ամեն բան գիտի մեր մասին, այո։ Բայց կարևորը Տիրոջ համար սերն էր։ Այն սերն էր, որը իրոք Աստված տեսել էր Պետրոսի մեջ և շարունակեց. արածեցրու իմ ոչխարները։ Ինչի համար, որովհետև Հիսուսը մտածում էր իր ոչխարների մասին, Հիսուսը մտածում էր իր գառների մասին, Հիսուսը մտածում էր իր հոտի մասին։ Անհանգիստ էր, ուզում էր, որ մարդիկ մտածեն և գնան ծառայելու։ Ինչ չափի, որ Պետրոսը ինչ աստիճանի ճանաչում էր Տիրոջ Սուրբ Հոգուն, Սուրբ Երրորդությանը, այո, այդքան էր ինքը ինչ էր անում։ Ծառայում էր։ Ինչ չափի մեր հավատքը բարձրացել է, ճիշտ այդ չափի էլ մենք կանենք նրա համար։ Ուզում եմ, որ քո սերը հիմա տեսնես քո կյանքիդ մեջ։ Ուզում եմ, որ քո սերը հիմա քո հոգուտ մեջ նայես, ինչ չափի մեջ է քո սերը, ինչ ես անում, ինչ ենք անում մենք։ Այո, մենք կարող ենք հասկանալ վերջով մենք սիրում ենք մեր Տիրոջը, թե ոչ։ Մեր խոնարհվելով, մեր հնասանդ լինելով, մեր համաձայնվելով, մեր սիրտը դնելով Տիրոջ առաջ և Տերը կօրհնի մեզ։ Ինչպես Քրիստքուրը Սաղմոսը կարդաց, ես էլ եմ գրել Տիրոջ գործերի մասին, որ պիտի պատմվի այո Տիրոջ գործերը։ Դավիթը գրել է պատմեք Տիրոջ գործերը։ Մտքին հենց ներս չեկավ Դավիթի, որ բռնեց ու գրեց։ Տիրոջ գործերի մեջ կա հզոր կյանք։ Երբ որ ասում էր պատմեք դրա մասին, Դավիթը գիտեր, երբ որ Տիրոջ մասին պատմում ենք, մարդիկ ուղղակի զարմանում են, մարդիկ ուղղակի հավատում են, մարդիկ ուղղակի փոխվում են, ինչի համար, որովհետև ամենակարող Աստծու մասին էր պատմում։ Երբ որ քո կյանքում ամենակարող Աստվածը մի բան կանի, պատմիր։ Ավելի լավ է 10 տարի մեկ մի հատ հզոր բան պատմես, ինչ որ Աստված արել է քո կյանքում, քան թե ամեն օր ինչ որ մի բան պատմենք ինչ որ մեկին և ոչ մի բան չփոխի։ Հասկանալի է, որ Տիրոջ հպումը, Տիրոջ զորությունը, երբ որ կպնում է քեզ, մի պահիր։ Սուրբ Հոգին կպել է քեզ, որպեսզի դու էլ կպնես մեկ ուրիշին նրա արած գործերով։ Մեզ պետք է, որ մենք Տիրոջն ավելի ճանաչենք, Տիրոջ զորության մեջ գնանք, ընթանանք։ Ամեն։ Մենք պիտի ձգտենք առաջինը Աստծո առջև հաճելի լինել։ Մեր կյանքը համար առաջին, որ լինենք նրա առաջ հաճելի։ Երբ որ մենք ուզենանք ապրենք հոգևոր կյանքի մեջ, ես իմ եղբոր համար հաճելի լինեմ, իմ քրոջ համար հաճելի լինեմ, դա ճիշտ չի։ Դա կարևոր չի։ Կարևորը առաջինը ես լինեմ ամենակարող Աստծո առաջ հաճելի և ես պետք կամ իմ քրոջն ու իմ եղբորը։ Ամեն։ Դու
պետք կգաս քո քրոջը, քո եղբորը, երբ որ դու առաջինը ցանկանաս, որ նրա առաջ ճիշտ եւ հաճելի լինենք։ Հալելույա Հիսուսի։ Ճանաչել Աստծուն խոսքի միջոցով։ Եթե չենք կարդում խոսքը եւ չենք հաղորդակցվում Սուրբ Հոգու հետ, կարծում եմ մենք խնդիր կունենանք ճանաչելու նրան, որովհետև խոսքն է մեզ ճանաչեցնում Հիսուս Քրիստոսին, խոսքն է մեզ ճանաչեցնում Սուրբ Հոգու գործերը։ Հռոմեացիների 10:17-ում ասում է, ուրեմն հավատքը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Եթե մեր ականջները ավելի շատ վատ բաներ ենք մենք լսում, մենք ավելի շատ հավատ ունենք նման բաների մեջ։ Եթե մեր սիրտը փափագում է ինչ-որ բաների վրա, ժամանակ տրամադրենք ու ժամանակ դնենք դրանք լսելու, մենք դրանց վերաբերյալ լավ հավատացյալ ենք, 100%-անոց, բայց երբ որ կլանված, գերված, սոված, ծարավ, կարդում ես Աստվածաշունչը ամբողջությամբ բացում է Հիսուս Քրիստոս անձնավորությունը։ Երբ որ քո անձնագիրը բացվում է համապատասխան վայրում, քեզ ճանաչում են քո անձնագրով։ Մեր Տիրոջ անձնագիրը սա է։ Ամբողջ Աստծո խոսքը, ամբողջ Աստծո անձը, ամբողջ իր հոգու շարժը ստեղ է գրված։ Եթե ուզում ես ամենակարող Աստծուն ճանաչել, ամեն օր պիտի կարդաս, ամեն օր պիտի հաղորդակցվես Սուրբ Հոգու հետ, որպեսզի նա ճանաչել տա քեզ։ Հալելույա։ Ես կարիք ունեմ ավելի ճանաչելու Սուրբ Հոգուն։ Թովմաս անունով աշակերտների մեջ Թովմաս անունով մեկը, որ տնաշենը Հիսուսի հետ էր, բայց քիչ էր հավատում, զարմանալի էր։ Ասելու բանա, չէ՞։ Էս էլ է պրոբլեմ։ Դժվար ենք կարողանում ընդունել հոգևոր բաները։ Էս ինչ ժամանակայել է, բայց հիմա էլ կա։ Հնարավոր է մեր մեջ Թովմասները լինեն։ Մինչև չասի ես ձեր չտամ, այսինքն մինչև չշոշափեմ, ես չեմ ընդունի, դա Աստծուց չի։ Ամեն։ Բայց ոչ, քո քույրը տես է, քո եղբայրը տես է Տիրոջը, ինքն է լսել Աստծու խոսքը, Աստված իրեն հայտնեց, երբ որ դու էլ հավատայիր, քեզ էլ կհայտներ։ Ուզում եմ կարդամ, Հովհաննես 20:24-29 կարդամ։ Թովմասը 12-ից մեկը երկվորյակ կոչվածը նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները նրան ասեցին, Տիրոջը տեսանք, իսկ նա նրանց ասեց, եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ, ու իմ մատը մեխերը տեղը չդնեմ, և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա։ Կռիվ էր անում իրանց հետ, չես հավատա, տնաշ է, ինչ է լավ քեզի։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին։ Նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնած և ասեց, խաղաղություն ձեզ։ Հետո Թովմասին ասեց, մի անգամից կպավ Թովմասին, Թովմաս Ալիստե, բեր քո մատը այստեղ և տես իմ ձեռքերը, բեր քո ձեռքը և իմ կողը մեջը խրիր, մի երկմտիր, այլ հավատա Թովմաս, պատասխանեց ու ասեց նրան,
Դու իմ Թոմասը սկսեց պաշտամունքը, Թոմասի պաշտամունքը սկսավ։ Դու իմ Տեր Աստվածն ես, իմ Տերն ես, իմ Աստվածն ես։ Թոմասը մի հատ այնց երկրպագություն ունես պաշտամունք արեց, ասում ես, այ մարդ, ես են Թոմասն է, որ չեր հավատում։ Այ քեզի գոր, Թոմաս ինչ ելավ քեզի։ Ու Շիմոնը չելավ, տեսավ նոր հավատաց։ Հավատքը չերևցած բաների ապացույցն է։ Այն ասանս էլ կհավատայինք, էլի, Աստված մի հատ ձեռից, վերևից մի հատ ձեռով աներ, 100%-անոց հավատացյալ էինք մենք։ Մի հատ սենց աներ, սաղս կատարյալ հավատք ունեինք, ամեն, բայց չի անում։ Աստված խոսք է ասել Աստվածաշնչի մեջ, խոսք է գրել, տվել, և Աստված հսկում է, որպեսզի դրանք կատարի։ Մենք բոլորս ունենք ազատ կամք, ընտրություն։ Մենք ենք ընտրում հավատալ, թե չհավատալ։ Մենք ենք ուզում հավատալ, թե չհավատալ։ Այո։ Բա չեք արձագանքում։ Ես ասի չեք երևա հետո։ Ես դիմանում եմ։ Մենք պիտի հավատքով լինենք, այո։ Եվ չհետմտենք Տիրոջ ասած խոսքերի վրա։ Այն ժամանակ Աստված ասել էր ես կմահանամ և երրորդ օրը հարություն կառնեմ։ Թովմասը ուր էր։ Ինչով էր զբաղված։ Ուշադիր չէր լսել երևի։ Կամ էլ ասել էր Տերը, ասել էր, ես իմ է, ճիշտ ասում, թե ճիշտ չի ասում։ Լավ չէր տպավորվել Թովմասի մեջ։ Մեր մեջ էր կարող նույն բանը լինի, եթե նա չի տպավորում մեզ, եթե նրա խոսքը մեր կյանքը չի փոխում, ես այդպես եմ հասկանում, խոսքը չի տպավորել մեզ։ Մենք ինչ կարող ենք հանդիմանվենք, ոչինչ շատ լավ է, թող հանդիմանվենք։ Եթե մի բան նկատում ես, որ քեզ չի շարժե Աստված, ուրեմն խոսքը քեզ չի շարժե, մտահոգվենք մենք, այո, մենք մտահոգվելու տեղ ունենք, լիքը, որ ուշադիր չենք խոսքին, որովհետև խոսքն է կյանք տալիս, որովհետև խոսքն է շարժում մեր քայլերը։ Պողոսը պատում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչի համար, որովհետև ամբողջ իր սրտով, մտքով, հոգով, ամբողջությամբ ինքը Հիսուս Քրիստոսին տեսավ և լսեց։ Եվ ինչ պատմեց Պողոսը, իր կյանքը, իր անցյալ կյանքը պատմեց, ոչ, Պողոսը պատմեց իր դարձյալը, Պողոսը պատմեց ինչպես է նա հալածում Քրիստոսին և Քրիստոսը ինչպես է հանդիպել իր հոգուն, իր աչքերը փակել, աշխարհիկ աչքերը փակեց Աստված և բացեց հոգևոր աչքերը։ Մենք պիտի պատմենք Հիսուս Քրիստոսի մասին, որպեսզի մի բան տեղի ունենա։ Եթե մենք չպատմենք Հիսուս Քրիստոսի մասին, ես մտածում եմ, որ մարդիկ չեն կարող հասկանալ ինչ է սա։ Երբ որ ես ինչ-որ մարդկանց օրինակ բերեմ տվյալ ավետարանի ժամանակ, միգուցե մի օր մատը տնգեն ինձ վրա ասեն, քո եղբայրը ճիշտ չի, դու այն օրը ինձ ասում էիք ավետարանը քարոզում էիք, որ դարձի կամ ես էլ դառնամ հավատացյալ, որպեսզի կատարյալի մասին խոսենք և ոչ մեկը լեզու չբարձրացնի խոսելու, մենք պիտի խոսենք մեկի մասին, Հիսուս Քրիստոսի մասին, ամբից Աստծո մասին, որ ոչ ոք չկարողանա քո առաջ կանգնելու և խոսելու, թե դու ինչ ես քարոզում, այլ քո լեզուն երկարի, ինչի համար, որովհետև խոսում ենք մեկի մասին, որ այդ մեկն է բոլորիս կյանքը փոխել։ Երբ որ մենք բարձրացնենք այդ հրաշալի
խոսքը Քրիստոսի մենք կզորանանք։ Մեզ միաբանություն է պետք, մեզ իրար հետ լինել է պետք, այո, եթե այսօր մենք միաբան չլինենք, Տիրոջ խոսքը չի կատարվի, Տերն ուզում է, որ մենք միաբան լինենք, հենց Տերն է պատվիրում, հավաքվեք միասին և երբ որ աղոթեք, ինչ որ խնդրեք, երկնային Հայրը կտա ձեզ։ Մենք աղոթքաժողովին հանդիպում ենք, աղոթում ենք, եկեք տեսեք ինչ հզոր ժամ ենք ունենում Սուրբ Հոգու հետ, եկեք և լցվեք և զորացեք, այո, Սուրբ Հոգին գալիս է և մի բան անում մեր կյանքի մեջ, մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, մեր մտքի հետ, ամեն բան նա անում է, երբ որ մենք միաբան ենք։ Ես ուզում եմ միաբանության մասին մի հրաշալի օրինակ պատմեմ ձեզ։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովի կյանքը բոլորս գիտենք։ Երբ որ Նաբուկոդոնոսորը ասում էր իմ արձանին պաշտեք, կարճ ասեմ, նրանք ասում էին ականջիդ հետևը կտեսնես։ Մենք չենք պաշտի քո արձանին, մենք կպաշտենք միայն մեր Աստծուն։ Եթե անգամ մեր Աստված այս կրակից է չազատի, միևնույն է, մենք չենք պաշտելու քո արձանին։ Մեր միաբանությունը, այս եղբայրները շատ միաբան էին իրար հետ։ Ես մտածել եմ, իրականում իմ մտքով անցել է, եթե մեկ հոգի լիներ այդտեղ կանգնած, ես չեմ կարծում, որ վստահ և 100%-անոց կհամաձայնվեր արձանին չպաշտելը, միգուցե պարտվեր, միգուցե ռիսկը չհերիքեր, բայց երբ որ նրանք երեքով էին, մեկը մյուսին ուժ և զորություն տվեցին։ Եվ սա իմ համար հայտնություն էր ոնց որ թե հասկացա, որ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին երրորդություն, և Սուրբ Հոգին ասում է, որտեղ որ երկու հոգի միաբանվեն իմ համար, ես այնտեղ եմ, նրանց հետ եմ։ Ես այս խոսքը հիմա տանում եմ ընդեղ որտեղ որ կրակի մեջն էր։ Հիսուսն եկավ երեքի հետ։ Երբեք Աստված մեզի չի թողնի, որ մենք ինչ որ արձան չպաշտենք և մեզ կսենք կրակի մեջ, և Աստված ասի, դե ինչ անեմ չկարացամ, ուշեղ էր կրակը։ Ոչ, Աստվածաշնչի մեջ չկա նման բան գրված, երբ որ մենք հանուն Աստծու ինչ որ արձաններ, կուռքեր, որ դրանք դարձել են մեզ համար կուռք և արձան, պաշտենք նրանց, Աստված մեզ ազատում է անգամ այս կրակից։ Ամեն։ Մեզ պետք է հավատք։ Մենք կարող ենք լինել այս եղբայրների պես։ Մենք կարող ենք անցնել ինչ որ բաների վրայից, եթե մենք հավատանք, ամեն, եթե մենք ուսենանք, եթե մենք այս ռիսկը անենք քայլելու և Պետրոսի նման ճանաչելու նրան, որ Տեր, դու անելու ես, դու չես թողնի մեզ, դու ամեն օր ասում ես, ես քեզ հետ եմ, մի վախեցիր, բայց մենք մոռանում ենք, Թոմասի պես մոռանում ենք, մի հզոր խոսքի Աստված մեզ, բայց մենք մոռանում ենք ժողովուրդ, որովհետև այդ խոսքը մեր սրտի մեջ չի մխրճվել։ Միաբան կանգնելով ճիշտ դիրքի մեջ Հիսուս Քրիստոսի առաջ հզոր պատասխանատու գործ էր։ Ամեն։ Աստված նրանց միջոցով մի ամբողջ համակարգ փոխեց։ Մի հզոր ավետարանչություն արեցին իրենք։ Արեցին թե չէ։ Իրանց ամուր կանգնելով
խոսքի մեջ ամուր կանգնելով իրենք ավետարանը մխրճեցին թագավորից բռնած բոլորի սրտերը եւ թագավորն էլ ասեց քո Տեր Աստծուն պիտի պաշտենք մենք քանի որ քո Տեր Աստվածը զորավոր է ցույց տուր քո Տեր Աստծո զորությունը քո ամուր կանգնելով քո հաստատ կանգնելով ամեն դժվար է բայց մենք այն մարդիկ ենք որ ունենք մեծ Աստված եւ այդ Աստված մեզի օգնում է որ մենք այդ դժվարությունը անցնենք եւ կանգնենք համբերենք մինչեւ Աստծո հրաշքը կգա հալելույա Հիսուսն ասեց եթե ուսում ես իմ ետևից գար պիտի ինչ որ բաներ թողես նրանք թողեցին նրանք լուրջ բան թողեցին այո նրանք շատ լուրջ բաներ թողեցին ես մանր-մունր բաների մասին չեմ ուզում խոսել բայց շատ ուժեղ բան թողեցին նրանք եւ գնացին Հիսուսի ետևից երբ որ Աստված Մովսեսին ասեց գնա Եգիպտոս Մովսեսը գիտեր Եգիպտոսում ինչ կա չկա գիտեր թե չգիտեր ընդ էր ապրել մեծացել ընդ էի չգիտեմ ինչ ջուրերը խմել ամեն եւ ամբողջ տանջանքը տառապանքը Մովսեսը իր աչքերով տեսել է չասեց Տեր մեկ ուրիշին ես համաձայն չեմ Մովսեսը համաձայնվավ որովհետև Մովսեսը չէր ուզում որ ժողովուրդը տառապեն Մովսեսը սիրտ ուներ որ չէր կամենում որ այդ մարդիկ դժոխային կյանքի մեջ հարատև ծառա գերի փարավոնի տակ այդ կյանքը իրանք հարատև ապրեին Մովսեսը չէր ուզում մենք էլ պիտի չուզենք ժողովուրդը ես հիշում եմ երբ որ առաջի անգամ իմ քուրս ինձ խոսք վկայել ես իմ կյանքը հիշում եմ առանց Հիսուսի զզվելի ամեն ինչ առանց Հիսուս Քրիստոսի միանգամից ասում եմ կյանք չկա եթե մենք ասում ենք վկայում ենք խոսում ենք ասում ենք ուրախ ենք օրհնված ենք զորավոր ենք Հիսուս Քրիստոսով սա նրա շնորհքն է սա նրա փրկությունն է սա նրա արթնությունն է մեր հոգիների վրա Փառք Հիսուս Քրիստոսին մենք պիտի սիրտ ունենանք Մովսեսի պես հասկանալով այո Տեր ես պիտի գնամ պատրաստ ես Տիրոջ առաջ սիրտդ բերելու եւ ասելու Տեր պատրաստիր ինձ միգուցե ես հենց հիմա պատրաստ չեմ բայց ես խնդրում եմ որ ինձ հետ աշխատանք տանես որովհետեւ հնարավոր է որ ինչ որ մեկ հոգու ես դարձի բերեմ մեկ հոգու այո Տեր ամեն ժողովուրդ ջան Ես էլ կարդամ ու կանգնենք աղոթքի ես ուզում եմ որ այսօր հենց այս ավետարանի պատվերը հասցնելու կորած մարդկանց այն մարդկանց որը Քրիստոսի մասին չեն լսել որոնք Քրիստոսի մասին լսել են եւ ետ են գնացել որ Սուրբ Հոգին կպնի մեր սրտին, մեր հոգուն, որովհետև այո, նպատակներից նորից եմ ասում, շատ կարևոր մեկն էլ այս նպատակն է, փրկությունը։ Փրկությունը եկեղեցին պարտավոր է տարածի, աշխարհով մեկ։ Այո, մենք շատ ավելի լավ կարևոր բաներ ենք անում եկեղեցու մեջ, ինչ որ Աստված առաջնորդում է, բայց սա շատ կարևոր է,
Սա շատ կարևոր և ամենաառաջնային կարելի է ասել։ Եթե մենք գնացել ենք, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ես ուզում եմ, որ հիշեք, երբ որ Մովսեսը գնում էր, փարավոնին ասում էր, փարավոն, բաց թող ժողովրդին, և ինչ որ հրաշքներ էր գործում Աստված, և նա բաց չէր թողնում ժողովրդին։ Գիտեք ինչ հետաքրքիր պահ ա դեռ Մովսեսը ետ չդարձավ այնտեղ, որտեղից որ գնացել էր, գնաց կանգնավ Աստծու առաջ, ասեց, ինչ անեմ Տեր։ Չլինի, որ մենք մի անգամ գնանք խոսքը տանելու ինչ-որ մեկին և այդ ինչ-որ մեկն ասի ինձանից հեռու մնա, մենք ասենք եղավ, գնացինք հաջորդին, ոչ։ Ամեն անգամ գնում էր, կանգնում էր Եհովայի առաջ Մովսեսը, ասում էր, Տեր չի թողնում ինչ անեմ, սա խոսում է իր սրտի իրական ցավի մասին, սա խոսում է իրական հոգու, հոգատարության, փրկության համար, որ ինքը իրոք մտածում էր այդ մարդկանց մասին, ասում էր Եհովա Աստված չի թողնում փարավոնը ինչ անեմ, ասում էր ես անգամը կգնաս, ես մոնեղ կուղարկեմ, ես մյուս անգամը կգնաս, ես կարմիր կանեմ ամբողջ ծովը, ես մի անգամ արուն կանեմ, ես մի անգամը կգնաս ինչ-որ բաներ կանեմ, 10 հրաշքներ Տերն արեց, եկեք մեր գնալով թույլ տանք, որ Աստված հրաշքներ անի և այդ մարդիկ թող այդ հրաշքները տեսնեն, Աստծու գործելաոճը չի փոխվել, Աստված նույնն է, երեկ, այսօր և հավիտյան, մենք չմտածենք, որ հանկարծ այն ժամանակ Աստված արել է, այս ժամանակ էլ չի անի, ոչ, կապիր մինչև վերջ, որովհետև Աստված դատարկ հետ չի գալիս, եկեք կանգնենք ոտքի, հալելույա, այս հրաշալի երգը, որ երգում էին, իմ հայացքն է քեզ վրա, ես կխնդրեմ, որ փառաբանության խումբը այս երգը նորից երգենք և ես ուզում եմ, որ սիրտդ բերես Տիրոջ առաջ, ասես այս բառը, ասես այդ խոսքը, որ իմ հայացքն էր, ուղղիր քեզ վրա, եթե իմ հայացքը ուրիշ տեղերում է, աղաչում եմ Տեր, իմ հայացքս կենտրոնացրու քեզ վրա։ Աստված ուզում է, որ մեր հոգու, մեր սրտի, մեր կյանքի իրական հայացքը լինի նրա վրա, որովհետև երբ որ քո հոգու աչքերը նրա վրա լինեն, դու կձգտես, դու կցանկանաս, դու կվազես, դու կփափագես, դու կկամենաս, դու կվազես հոգու հետևից, որովհետև քո հայացքը նրա վրա է։ Երբ որ մեր հայացքը նրա վրա է, նա մեզ բան է ասում։ Երբ որ մեր հայացքը Քրիստոսի վրա է, նա մեզ տալիս է իշխանություն, զորություն, նշաններ, հրաշքներ, ամեն։ Ուզում եմ, որ քո հայացքը ուղղես Հիսուս Քրիստոսի վրա։ Հալելույա։ Վերցրու այսօր ամբողջ խոսքը քո սրտիդ մեջ և այն կեր և այն ընդունիր, երբ որ մենք հաղորդություն ենք ընդունում, ասում ենք քանի
Տիրոջ մահը կպատմես։ Դու այսօր կերար հացը։ Դու այսօր կերար ես հացը։ Դու այսօր կերար ես հոգին, այս ջուրը, գինի, Սուրբ Հոգու զորությունը։ Գնա և պատմիր։ Գնա պատմիր, թե Աստված այսօր ինչ արես քեզ։ Ինչ խոսքով կպավ քո սրտին։ Գնա և մարդկանց պատմի և մարդիկ Հիսուսի մասին լսելով Հիսուսը նրանց հետ կխոսի։ Ոնց որ Հիսուսը Անանիային ասեց, գնա այնտեղ և այն Պողոսը, որ հալածում էր բոլորին, նա այնտեղ է, կգնաս կաղոթես և նրա աչքերը կբժշկվի։ Հիսուսը խոսում է ամենտեղ, ամենուրեք, բոլորին, հալելույա։ Տեր իմ սիրտը բերում եմ քո առաջ,